խմած է այդ ալկոհոլի ազդեցության տակ այդ սենակը վառեցի։ 29-ամյա Արտյոմ Սարգսյանը ոստիկանության Շենգավիթի բաժնում մայրաքաղաքի 27 դպրոցի շախմատի դասարանը հրկիզելու վերաբերյալ խոստովանական բացատրություն է տալիս։ Դպրոցի տնօրենը ոստիկանություն էր հայտնել, որ դասարանն ամբողջովին այրվել է և ինքը կասկածներ ունի, որ դա ոչ թե անզգուշության հետևանք է, այլ դիտավորություն։ Դեպքի վայրում իրականացված աշխատանքներով ոստիկանները հայտնաբերեցին ակնհայտ փաստեր։ Չարամիտը կոտրել էր դասարանի պատուհանի ապակին, այրել թղթի կտորներ, գցել ներս, մինչև որ բռնկվել էր սենյակի հատակը։ Պատճառված վնասի չափը զգալի էր։ Հենց այդ սենյակում էր շախմատային թանկարժեք մի սարքավորում, որը միակն էր հանրապետությունում։ Հրկիզողը նույն եղանակով փորձել էր վառել նաև դպրոցի բուֆետը, բարեբախտաբար ջանքերն արդյունք չէին տվել։ Հաղորդումը ստանալուն պես ոստիկաններն անցան հանցագործության բացահայտման գործին, ձեռք բերվեցին անհրաժեշտ տեղեկություններ և մի քանի օր անց հրկիզումը կատարելու կասկածանքով բաժին-բերման ենթարկվեց դպրոցի հարևանությամբ բնակվող Արտյոմ Սարգսյանը։ Նա ոստիկաններին պատմեց դեպքի մանրամասները, հայտնեց, որ ինքն էլ ժամանակին սովորել է այդ դասարանում, իսկ հրկիզման գիշերը հարբած է եղել և չի գիտակցել ինչ է անում։ Հասկացել է, երբ դասարանը արդեն վառվում էր։ Տաքսի էր կանգնեցրել ու վարորդին խնդրել, որ հրշեջ խումբ կանչի։ Պատճառված վնասի չափը ճշտվում է, քննությունը շարունակվում է։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի հունիսի 15-ից 16-ը հանրապետությունում արձանագրվել է ավազակային հարձակման 2 դեպք, որոնք բացահայտվել են։ Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 12-ը։ Բացահայտվել է գողության և խարդախության 12-ական, հարկերից խուսափելու 2, կողոպուտի, ավտոմեքենա փախցնելու, գույքի դիտավորություն ոչնչացման և խուլիգանության 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության և ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք։ Որպես անհայտ կորած որոնվում է Երևան քաղաքի բնակիչ 1936 թվականին ծնված Վիդոկ Ալեքսանդրի Ամիրյանը, որը հունիսի 6-ին ժամը 19:30-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածը դուրս է եկել Երևան քաղաքի Հաղթանակ 5 փողոց 17 տուն թիվ 1 տուն-ինտերնատ պոակից և այլևս չի վերադարձել։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Մալաթիայի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 011 39 97 74 102 հեռախոսահամարներով։ Փետրվարի 25-ին անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ մտել էին Ավանի Սայաթնովա թաղամասի շենքի բնակարաններից մեկն ու գողացել հեռուստացույց։ Գործի քննությամբ ձեռք է բերվել շենքում տեղադրված անվտանգության տեսախցիկի տեսագրությունը, ուր երևում են գողությունը կատարած անձինք։ Նրանց ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել 011 63 28 64 102 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության Նոր Նորքի կամ մոտակա բաժին։ Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2016 թվականի հուլիսի 11-ին ավարտվում է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կողմից 2015 թվականի դեկտեմբերի 21-ին ընդունված վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված 6-ամսյա ժամկետը, որի ընթացքում 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի հունվարի 9-ը ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվության ենթարկված անձը տուգանքի գումարը, սկզբնական գումարը վճարելու դեպքում ազատվում է վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետևանքով նախատեսված տուգանքի չափի ավելացած մասը, եռապատկված, հնգապատկված, 25 կամ 50%-ով ավելացած և դատական ակտերի հարկադիր կատարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու
վճարելու պարտականությունից, իսկ 2015 թվականի հունվարի 9-ից մինչև 2016 թվականի հունվարի 11-ը կայացված վարչական ակտերով նշանակված տուգանքի գումարը վճարելու դեպքում վարչական ակտի հասցեատերն ազատվում է վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետևանքով նախատեսված տուգանքի չափի ավելացած մասը վճարելու պարտականությունից։ Մեկ անգամ ևս վարչական ակտերի հասցեատերերին հորդորում ենք օգտվել օրենքով ընձեռված հնարավորությունից եւ նշված ժամկետում վճարել տուգանքի սկզբնական գումարն ու ազատվել տուգանքի գումարի ավելացված չափը եւ կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից։